գործադրել։ Sayın Başbakan teşekkür ediyorum. Ben Mete Çubukçu NTV Haber kanalında program yapımcısıyım. Size sorum şöyle olacak. Karabağ Savaşı'ndan sonra Շատ շնորհակալ եմ արգարժան պարոն վարչապետ։ Այսպիսի հարց ունեմ։ Ղարաբաղի պատերազմից հետո համաձայնագրում Ադրբեջանի Նախիջևանի միջև ինչ-որ միջանցքից է խոսվում։ Türkiye bu koridoru hala Թուրքիան այս միջանցքի շուրջ իր դիրքորոշումը ձևակերպումը դեռ շարունակում է։ Թուրքիան էլ դա անվանում է որպես Զանգեզուրի միջանցք։ koridor. Sizin bu koridor hakkında Ձեր դիրքորոշումն այս միջանցքի հետ կապված։ burada Այստեղ էլ բոլորս տեսանք խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Արդյոք դա այլընտրանք է այդ Զանգեզուրի միջանցքին, թե ընդհանուր տարածաշրջանային ձեր մոտեցումն է արտացոլում։ Շնորհակալություն։ sonucu mu? Teşekkür ederim. Գիտեք, նախ մեզ համար անհասկանալի եւ անընդունելի է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, որովհետեւ մենք նախ Հայաստանի Հանրապետությունը այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի եւ այն փաստով, որ նման արտահայտություն է օգտագործվում, Հայաստանի Հանրապետությունում դա ընկալվում է որպես տարածքային նկարտում Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ։ Ես առիթ ունեցել եմ եւ բոլորովին վերջերս հոդված հրապարակեցի այդ թեմայով, որի հիմնական իմաստն այն էր, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից ենք եւ թույլ տվեք ասել, որ առաջին հերթին մենք ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման կողմնակից, որովհետեւ իրականում մենք ենք, որ շրջափակման մեջ ենք։ Ոչ մի ուրիշ երկիր տարածաշրջանում շրջափակման մեջ չի։ Եվ մենք 4 սահման ունենք, որից երկուսը ամբողջությամբ փակ են։ Եվ այս փաստը ինքնին ցույց է տալիս, թե ինչքանով մենք պետք է եւ ենք շահագրգռված տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Շատ հղում է արվում այդ թվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության 9-րդ կետին, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես չկա։ Ես հասկանում եմ, որ միջանցք բառը այլ տարածաշրջաններում եւ միջազգային խոսույթում այլ կերպ է օգտագործվում, բայց նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության համատեքստում այդտեղ կա մի նրբություն, այնտեղ կա Լաչինի միջանցք արտահայտություն, որը այս համատեքստում որոշակիորեն, այսինքն դա գրված եւ ստորագրված է։ Իսկ նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության 9-րդ կետում միջանցք արտահայտություն ընդհանրապես գոյություն չունի։ Եվ ավելին շատ է խոսվում այն մասին, որ նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության մեջ կա դրույթ, որ Հայաստանի տարածքով ուղևորների եւ բեռների տեղափոխման անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ երկրների ներկայացուցիչներ եւ ուժեր։ Նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության մեջ նման բան ընդհանրապես չկա, ավելին գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է բեռների, տրանսպորտային միջոցների, ուղևորների երթևեկություն անցուդարձ։ Ինչպես կարող է Հայաստանի Հանրապետությունը երաշխավորել անվտանգությունը, եթե ինքը չի ապահովելու անվտանգությունը։ Բայց նաև ուզում եմ Երակոմ հայտարարության հետ կապված հետևյալ դիտարկումը անել, որ Երակոմ հայտարարությանը չի կարելի վերաբերվել հատվածական։ Օրինակ Երակոմ հայտարարության մեջ նշվում է գերիների պատանդների, ռազմագերիների պատանդների այլ պահվող անձանց փոխանակման եւ վերադարձի մասին, բայց մինչև հիմա այդ խնդիրը լուծված չէ, ավելի սրվում է Բաքվում տեղի ունեցող դատավարությունների բերումով, որը մեր գնահատմամբ դրանք բեմականացված դատավարություններ են, որտեղ կիրառվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ, մեր ունեցած տվյալներով այլ արգելված միջոցներ եւ այլն եւ այդպես շարունակ։
Երակոմ հայտարարության մեջ գրված է Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը շարունակապար պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ չկա։ Երակոմ հայտարարության մեջ խոսվում է փախստականների վերադարձի մասին, Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ, բայց Երակոմ հայտարարությունից հետո ընդհակառակը փախստականների թիվը մեծացել է եւ տեղի է ունեցել բռնի տեղահանում եւ այլն եւ այսպես շարունակ, բայց ես նկատի ունեմ դա լավ մոտեցում չէ Երակոմ հայտարարության դրույթներին վերաբերվել հատվածական։ Տեղ ասել այն այլևս ուժ չունի, ուրիշ տեղերում ասել այն ուժ ունի, ընդ որում վերագրելով նրան դրույթներ, որոնք իրականում գոյություն չունեն, ի վերջո դա հրապարակային փաստաթուղթ է։ Ինչ վերաբերվում է կոմունիկացիաներին, պատրաստ է արդյոք Հայաստանի Հանրապետությունը սեփական տարածքով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախճեվանի ինքնավար հանրապետության հետ, այո, իհարկե պատրաստ է։ Եվ մենք այս թեմայով շատ կոնկրետ առաջարկություն ենք արել Ադրբեջանին, որը մեր կարծիքով ոչ թե ուղղակի առաջարկություն է, այլ լուծում է խնդիրը երկաթուղային բեռնափոխադրումների մասով, եւ մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել եմ փաստի վրա, որ ընդհանուր առմամբ այդ թվում նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարության մեջ 2020 թվականի առանձին վերցրած օրակարգ Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվանի միջև տրանսպորտային կապ ապահովելու առանձին վերցրած այդպիսի օրակարգ չկա։ Այդ օրակարգը մտնում է ընդհանրապես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգի մեջ։ Ինչը նշանակում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց համար պետք է բացեն կոմունիկացիաները եւ ներքին, այսինքն Հայաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան, Հայաստանի տարածքով կոմունիկացիաները բացելու համար։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ օրինակ Հայաստանի հյուսիսային շրջաններից դեպի Մեղրի, այսինքն հարավային ռեգիոն, երկաթուղային կապ չկա եւ երկաթուղային կապը անցնում է միայն Ադրբեջանի, այսինքն Նախճեվանի ինքնավար հանրապետության տարածքով։ Այսինքն սա ենթադրում է եւ հետեւաբար մենք ասում ենք, որ պատրաստ ենք իհարկե ապահովել երկաթուղային կապը եւ ակնկալում ենք, որ նույնպիսի կապ կապահովվի նաեւ Հայաստանի, մասնավորապես Երասխից Մեղրի երկաթուղային կապի համար, որովհետեւ խիստ լեռնային ռելիեֆի բերումով Հայաստանի տարածքով երկաթուղի ունենալու հարավից դեպի հյուսիս բարդություններ կան։ Միևնույն ժամանակ մեր ընկալմամբ սա նշանակում է նաեւ Ադրբեջանից երկաթուղային կապի ստեղծում Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ։ Եվ ընդ որում ավտոմոբիլային տրանսպորտի կապի ստեղծում այդ թվում Ադրբեջանից Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով կարող է կապվել երկաթուղային եւ ավտոմոբիլային տրանսպորտով Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Ռուսաստանի հետ։ Իհարկե այս պարագայում նաև ենթադրվում է Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացում եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք պատրաստ ենք այս լուծումների եւ մեզ հասկանալի չէ ինչու Ադրբեջանը չի արձագանքում այս լուծումներին եւ ընդհակառակը փորձ է արվում անընդհատ թեման օգտագործել էսկալացիոն տրամաբանությամբ։ Այսինքն հարցը շատ հստակ հարցը ունի շատ հստակ պատասխան։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տրամադրել երկաթուղային բեռնափոխադրումների հնարավորություն արևմտյան Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախճեվան։ Այո, պատրաստ է։ Եվ նույնը ակնկալում ենք նաև, որ
նույն հնարավորությունը կստեղծվի Հայաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապի համար։ Մենք պատրաստ ենք նաև ավտոտրանսպորտային հաղորդակցություն ապահովել։ Իմիջիայլոց ես իմ վերջին հոդվածում ընդգծել էի, որ եթե մյուս պայմաններում, մյուս պարագաներում դեռ ենթակառուցվածքային ներդրումներ անելու անհրաժեշտություն կլինի, բայց հենց այսօր քաղաքական եւ իրավական որոշման պարագայում տրանսպորտային, ավտոտրանսպորտային հաղորդակցություն է հնարավոր ապահովել Թուրքիայից Հայաստանի տարածքով Ադրբեջան, Մարգարայի անցակետով, որտեղ ենթակառուցվածքները պատրաստ են, ճանապարհները նորմալ վիճակում են, մինչև տեղ սահմանային կետ, որից են կողմ արդեն սահմանը Հայաստանի Ադրբեջան սահմանի հատումով, Լաչին եւ այնտեղից եւ Ադրբեջանի խորք։ Այսինքն հենց այսօր եւ ես դրա մասին հրապարակային հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք նաեւ այսպիսի ավտոմոբիլային կապ ապահովել եւ որը արտահայտված է եւ այս ընկալումների համախումբն է, որը մենք անվանում ենք խաղաղության խաչմերուկ։ Ընդ որում խաղաղության խաչմերուկ մենք հատուկ ընտրել ենք այնպիսի անուն այդ նախագծին, որ մեր հարևան երկրներից ոչ մեկում ալերգիա չառաջացնի այդ անունը։ Եվ կարծում եմ, որ սա մեր կառուցողական դիրքորոշման եւ դիրքավորման շատ ուղիղ հիմնավորում է։